Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Հանրային ձայնը պատրաստվում էր մասնակցել ընտրություններին, սակայն ինչպես գիտեք նախորդ անգամ նույնպես ասել եմ, հանրային ձայն կուսակցության բոլոր փաստաթղթերը, կնիքը, կանոնադրությունը եւ այլն գտնվում է քննչական կոմիտեում, կուսակցության գրասենյակը արդեն 3 տարի է կապարակնքված է։ Մեր բոլոր դիմումներին դատական 3 հատ գործով նույնպես բողոք ենք տարել, այդպես էլ ոչ փաստաթղթերը տվեցին, ոչ կնիքները տվեցին, ոչ կանոնադրությունը։ Ասեմ նաև ավելի, նույնիսկ համագումար, արտահերթ համագումար անելու համար դիմեցինք Ազդարար Կետայեմին, Ազդարար Կետայեմը նույնպես մերժեց մեր հրապարակումը բանանելու, դրա համար հանրային ձայնը տեխնիկապես անհնար եղավ, որ ընտրություններին մասնակցի։ Եվ ինչ որոշում կսատարեք։ Ամենայն հաջողությամբ հավանականությամբ սատարելու ենք ընդդիմադիր թեկնածուներին, մոտ օրերս կհայտարարենք։ Պարոն Գալստյան, ձեր կուսակցությունը, եթե չեմ սխալվում, 40,000 դրամով տուգանվել էր, ինչի համար։ Ուրեմն ասեմ ձեզ, ես երեք այդ հայտարարությունից եմ իմացել, վարչական վարույթի մասին ընդհանրապես տեղյակ չենք եղել, մենք այդ ակտը նույնպես կբողոքարկենք դատարան, որտեղ այդ նույն ժամանակ, որոնք իբրև մանեն եկել, փորձել են իշխանության չեն գտել, մենք հակակառավարության կոմիտեի հետ դատվելուց ենք եղել նույն վարչական դատարանում, եւ այդ իրանց հարուցված իբրև վարչական վարույթի ընթացքում 4-5 անգամ եղել ենք նույն դատական նիստի ժամանակ։ Ինչ վերաբերում է հայտարարագիրը ուշ տալուն, ուրեմն ունենք մենք փաստական տվյալներ, SMS-ներ եւ գրագրություն հակակառավարության կոմիտեի հետ, որ ուղիղ ամիս ու կես մենք իրանցից հասանելիությունն ենք ուզել, մեզ չեն տրամադրել։ Եվ տեղյակ ենք, որ նոր մասնագիտություն եք սովորում, ուզում եք փոխել աշխատանքը, այլ ոլորտ եք ուզում տեղափոխվել։ Որ մասնագիտության մասին է խոսքը։ Հիմա որ փաստաբանների պալատում սովորում։ Ուրեմն հարգելիս, ես ձեզ ցենց ասեմ, այն որ ես ունեմ փաստաբանական գրասենյակ 14 թվականից, դա նոր մասնագիտություն չի, ես իրավապաշտպան գործունեությունով զբաղվում եմ արդեն մոտավորապես 20 տարի, ընդհանրապես չունեի արտոնագիր, վերցնում եմ արտոնագիր, դա մասնագիտության փոփոխություն չի, ես ոնց իրավաբան եղել եմ, այդպես էլ մնացել եմ։